բարեկամներ։ Հայոց հնագույն տոմարով այս պահին արեգամսվա մարգած օրվա փայլյացու ժամն է։ Ուրեմն հարկ է, որ մեր մրցախաղը սկսենք փառաբանությամբ։ Դուր, մեծ մայր, մեծ հայքի տոհմին հիշողության մեջ ապրելու ձգտում, այրական ոգու զորեղ կորովով։ Դուր, մեծ մայր, տոհմին Արամյան հավերժության մեջ ապրելու ձգտում, այրական մտքի հրե ցոլանքով։ Իսկ արևացոլքի այս շողերի մեջ ներկան ընդամենը կամուրջ է անցյալի եւ ապագայի միջև։ Ուրեմն փորձենք այսօր մեր պատանիների հետ ավելի ամրապնդել այդ կամուրջը։ Հանրային հեռուստալիքի եթերում Հայասպետյան ասպարեզ նոր հեռուստախաղն է։ Հեռուստախաղին աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնական գործընկերն ու գլխավոր հովանավորն է Հայաստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության նախարարությունը։ Բոլորս գիտենք, որ այս տարի մեր սիրելի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակված։ Իսկ ում համար է գաղտնի, որ Հայաստանի ամենագրքասեր, ամենակարդացող պատանիները հենց հայասպետներն են, ուրեմն նրանց էլ առավել շատ պատկանում է այդ տոնը։ Ուստի եւ մենք մի ամբողջ տարի, ամիսը մեկ անգամ հայասպետյան խաղերում ընտրված լավագույն պատանիների հետ ձեզ համար կկազմակերպենք մեկ գրքի քննարկում հայ կամ համաշխարհային առաջնորդների մասին։ Այսօր ահա այդ քննարկումներից մեկն է, որը նվիրված է Մենուա արքային։ Քրիստոսից առաջ 9-րդ դարում Վանի թագավորությունը շարունակաբար հզորանում էր։ Իսկ այս արքայի միանձնյա կառավարման շրջանում այն հասավ աննախադեպ հզորության։ Գահակալ արքայազնը Արարատյան կենտրոնական թագավորության դրոշի տակ միավորեց հայալեզու իշխանություններին եւ այդ միասնությունը դարձրեց կուռ վահան ուղված հզոր Ասորեստանի զենքի դեմ։ Նա ողջ տերության համար ստեղծեց միասնական դիցարան, վերազինեց բանակն ու աշխարհազորը փոխարինեց արհեստավարժ ըստ զորատեսակների բաժանված զինված ուժերի։ Նա Վանի թագավորությունը դարձրեց առաջավոր Ասիայի գերտերություն։ Մենուա էր անունը նրա։ Խալդի աստծո կամոք արքա Ուրարտու երկրի, արքա հզոր, արքա իմաստուն։ Եվ այսպես Մենուա էր անունը նրա ում մասին կլինեն այսօրվա մեր բոլոր հարցերը։ Դուք արդեն գիտեք, որ մեր վահանակին պատկերված են տառեր, որոնցից առաջին երկրորդ շարքերում միայն Մենուայի մասին գեղարվեստական գրականությունից են հարցերը, իսկ երրորդ եւ չորրորդ շարքերում պատմությունից։ Առաջին փուլում դուք կպատասխանեք միայն գրականության եւ պատմության հարցերին։ Լավ։ Խնդրեմ, առաջին համար Մերի Ղազարյան ներկայացնում է Երևան քաղաքի համար 189 ավագ դպրոցը, սովորում է 11-րդ դասարանում, Հայասպետ հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 33 միավոր։ Մի անգամ էլ հիշեցնում մեր հեռուստադիտողի համար Աննա Պետրոսյանի, Մենուա է անունը նրա գրքի քննարկումն է լինելու այսօր եւ իհարկե Մենուայի մասին պատմական նյութն է միացրած դրան, խնդրեմ, Մերի սկսում ենք։ Ես ընտրում եմ Լյուն տառը։ Լյուն տառը խնդրեմ։ Մենուա է անունը նրա վեպում, ինչի խորհրդանիշն է տգեղ արտաքինով, բայց պայծառ ու գեղեցիկ աչքերով այլակերպը։ Նա որտեղ է ապրում, այլակերպն ինչպես է բացատրում իր տարօրինակ արտաքինը։ Այլակերպն իրականում արարման ոգին էր, ներշնչման ոգին, որին միշտ էր փնտրել Մենուա արքան, եւ նա նույնիսկ ասում է, որ փնտրում էր ներշնչման ոգին, քանի որ իր հոգին անհանգիստ էր, ինչ որ բան էր ուզում անել, որպեսզի հավերժության մեջ մնա նրա անունը, եւ ինչպես տեսանք, այլակերպը երկու անգամ հայտնվելով նրան, մի անգամ նրան ոգեշնչեց տաճարի կառուցման, մյուս անգամ էլ արդեն ջրանցքի կառուցման համար, իսկ այլակերպը ապրում էր Սրբազանատառում Սպիտակ Սոսինեից դուրս եկավ առաջին անգամ, երբ Մենուան հանդիպեց նրան, եւ երբ ցանկացավ մոտիկ գնա, կարծես նետը շամփրեց նրա սիրտը եւ նա մի պահ փակեց աչքերը տիրապետելու համար իրեն։ Մերի, դու պատասխանիր այլակերպն ինչպես է բացատրում իր տարօրինակ արտաքինը։ Հիշում ես տգեղ էր, չէ՞, չափից դուրս տգեղ էր, զարհուրելի տգեղ էր։ Չորացած էր եւ նույնիսկ նմանվում էր մահացած։ Ինչու՞։ Նա բացատրում էր նրանով, ավելի ճիշտ ես ինքս բացատրեմ, թե ինչու եմ դա պատկերացնում, որ հաճախ կարող է տգեղ արտաքինի մեջ լինել այնպիսի ոգի, հենց արարման ոգի։ Մերի, այլակերպը վերջում բացատրում է իր արտաքին տգեղության պատճառը, այ դա հիշիր։
Ասում էր, որ այն մարդիկ, ում հառնում են ոգու աչքերը, դառնում են անհանգիստ եւ ապրում են տառապալից կյանք, սակայն երբ այդ տառապանքների միջով անցնում են, նրանք կարողանում են հավերժության մեջ ապրել եւ բացատրում էր, որ իր արտաքին տկեղությունը հենց կապված էր դրա հետ։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Այլակերպը մարդու ներսում ապրող ու նրան առաջնորդող արարման ոգին է, բայց առաջքերով այլակերպի բնակարանն այն մարդկանց սրտերում է, որոնք ձգտում են մեծ բարի գործ կատարել հանուն ժողովրդի բարօրության։ Գործը չի կարող դառնալ մեծագործություն եւ նույնիսկ կարող է լինել ձանձրալի, եթե այն չլուսավորվի ներշնչման լույսով, որը ցայտում է ոգու բիբերից։ Այսպես է բացատրում այլակերպը իր տգեղ մարմնի եւ աչքերի լույսի խորհուրդը։ Նա, ով արարման ճանապարհին ներշնչված արարման ոգով դիմանում է ծանր տառապանքներին, իրավունք է ստանում ապրելու ժողովրդի հիշողության մեջ։ Խնդրեմ Տիկին Նացականյան, գնահատում ենք։ Հարցը բաղկացած էր 3 ենթահարցից, մերին առաջին հարցին տվեց ճիշտ պատասխան, արարման ոգին էր այլակերպը, բայց երկրորդ ենթահարցին մերին հստակ պատասխան չտվեց, այսինքն այլակերպը ապրում էր արարող մարդկանց հոգիներում, նրա բնակարանը ստեղծող արարող մարդկանց հոգիներում էր։ Կարծում եմ կարելի է գնահատել 7 միավոր։ 7 միավոր է վաստակում մերին գրականության հարցից, իսկ հիմա պատմության հարցը, խնդրեմ։ Ես ընտրում եմ ղատ տառը։ Ղատ տառը, խնդրեմ։ Նշեք Մենուա արքայի արշավանքները, նա մինչև ուր հասցրեց Վանի թագավորության սահմանները։ Մինոա արքան կառավարել է Քրիստոսից առաջ 810-786 թվականներին։ Մինոան առաջին արշավանքները կապված էին Վանի թագավորությունը, Վանի հայկական թագավորությունը հայկական լեռնաշխարհում ամրապնդելու հետ, եւ առաջին արշավանքը հենց կատարում է Երիկոախի երկրի դեմ, որը Էթիոնյան համադաշնության մի մասն էր կազմում։ Հենց կռվելով Երիկոախի երկրի դեմ եւ հաղթելով, նվաճելով այն, հետագայում Էթիոնյան համադաշնությունը եւս հարկատու է դառնում նրան, ինչը բացատրվում էր նրանով, որ փաստորեն Երիկոախիում կռվել էին ողջ համադաշնության զորքերը։ Երիկոախից հետո հարկատու է դառնում նաև Էթիոնի երկիրը, ինչպես նաև հյուսիսարևմուտքում գրավում է Դիաուխի, որը համապատասխանում է Մեծ Հայքի Տայք նահանգին, այդ երկիրը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Այնուհետև Մենոան ամրապնդելով իր երկրի սահմանների հյուսիսում, բնականաբար մտածում է հարավի մասին եւ հարավային ուղղությամբ նրա արշավանքները, հատկապես հարավարևմտյան ուղղությամբ կատարված արշավանքները շատ արգասաբեր էին։ Նա անցնելով հայկական Տավրոսը հասնում է մինչև Կումենու եւ Ասորեստան, ինչպես նաև գրավում է Ալզի երկիրը։ Ալզին համապատասխանում էր Մեծ Հայքի Ալցնիկ նահանգին եւ հայտնի է նաև սեպագիր արձանագրություններում նաև Ալզիա Ալշե ձևերով։ Այնուհետև Մինոան արշավում է դեպի արևմուտք, դեպի Ծուփանի երկիրը, որը համապատասխանում է Մեծ Հայքի Ծոպք նահանգին, այնտեղ գրավում է Խուբուշկիա, Շեբեթերիա երկրները եւս, Շեբեթերիան գծվում է Վանի թագավորությանը, ընդհանուր կառավարչի վերահսկողության ներքո։ Մենոայի արշավանքները նաեւ Զագրոսյան լեռներով էին անցնում, այսինքն հարավային ուղղությամբ, հատկապես Ուրմիա լճի հարավային շրջաններում նա կարևոր վարչական ռազմական տեսանկյունից կարևոր երկրներ է գրավում, որոնցից էր Խուբուշկիան, ինչպես նաեւ Վանի թագավորությունը, Մանայի թագավորության դեմ նա արշավանքներ էր կազմակերպել դեռևս իր թագավորության առաջին տարիներին, Քրիստոսից առաջ 810-809 թվականներին, սակայն սպառվեց ժամանակը։ Հիմա լսենք մեր պատասխանը։ Մենուան նախարշավում է Էթիոնյան համադաշնության երկրները, որոնք միավորում էին Արարատյան դաշտը, Սևանա լճի ավազանից մինչև Տայք ընկած շրջանները։ Այնուհետև Մենուայի բանակը հաղթարշավով հասնում է մինչև Կումենու եւ Ասորեստան, գրավում է Ալզիի, հետագայում աղձնիկ երկիրը եւ սահմանները հասցնում մինչև Արացանիի եւ Մեղրագետի խառնվելու հատվածը։ Արևմտյան ուղությամբ միավորում է Ծուփանին, հետագայում Ծոպք եւ հասնում Արևմտյան Եփրատին։ Հարավ-արևելքում նվաճում է Խուբուշկիա եւ Մանա երկրները։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ։ Բարդ հարց ընկավ մերին եւ մերին պետք է ասել, որ պատվով դուրս եկավ այդ բարդ հարցի տակից։ Եթե չլիներ մեկ փոքրիկ վրիպում կապված արևմտյան ուղղության հետ, մերին կգնահատենք լիարժեք։ Այդ փոքրիկ վրիպման համար մերին գնահատում ենք 9 միավոր։ 9 միավոր է վաստակում մերին։ Հիմա
Անի Վարդանյան։ Անի Վարդանյան ներկայացնում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համար 12 ավագ դպրոցը, սովորում է 11-րդ դասարանում, Հայասպետ հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 20 միավոր։ Անի, արդեն գիտես, ընտրում ենք առաջին երկրորդ շարքից գրականության հարց, խնդրեմ։ Ես ընտրում եմ այբ տառը։ Այբ տառը, խնդրեմ։ Եթիունի երկրների դեմ արշավանքի ժամանակ երիտասարդ Մինուա արքայորդին պարտված արքայի հանդեպ թույլ է տալիս մի արարք, որը դեմ էր հոր տված խրատներին։ Ինչ խրատների եւ արարքի մասին է խոսքը, պարտված թշնամին անմոռանալի ինչ դաս է տալիս նրան։ Խնդրեմ։ Անի։ Եթյունի երկրի թեմ արշավանք կատարելու ժամանակ Մենուան դեռ շատ երիտասարդ էր, Իշբույնի նրա հայրը ուղարկում է արշավանքի, նա գրավում է Եթյունյան համադաշնությունը, հետո Ալաշե երկիրն է գրավում եւ նրա թագավորին Սուային գերի է վերցնում, քանի որ նա անհնազանդ էր։ Մենուան հրամայում է զինվորներին, որ նրան ծնկի բերեն եւ ասում է, որ նա իր լեզվով մաքրի ոտքերի փոշին եւ իրենք թողնի որպես տեղաբա, այսինքն չի սպանի, բայց Սուան բարձրացնում է գլուխը եւ այնպիսի հայացքով է նայում արքային, որ կորցնում է իրեն, դուրս է գալիս արքան։ Պարտված թշնամին անմոռանալի իր դաս էր տալիս նրան եւ ավարտենք։ Հայրը ասում էր, որ Մենուան շատ հզոր էր, բայց նա մի բան էր պակասում նրան, նա չգիտեր պարտվածների հետ վարվելու ձևը, քանի որ մտածում էր, որ Սուան շատ հզոր արքա էր եւ թող մնար գային եւ հարկատու դարձներ։ Այդ իսկ պատճառով հիմա ասա, թե ինչ խրատների մասին էր խոսքը։ Հայրը այսինքն խրատում էր, որ պարտված երկրների հետ վարվելու ձև գիտենա, անտեղի տեղը ավերածություններ չանի, քանի որ ավերածությունը դեռ նվաճում չի նշանակում։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Հայրը արշավանքից առաջ որդուն խրատել էր, որ թշնամիների հետ դաժան չվարվի, ավերածություններ չանի եւ շատ զոհեր չտա, սակայն Անաշե քաղաքը գրավելուց հետո պատանի արքայազնը ստիպում է, որ գերված Սուա արքան ծնկի գա իր առջև։ Մինուան նրան հրամայում է լեզվով մաքրել իր ոտքերի փոշին, բայց արժանանում է այնպիսի հպարտ ու կամահարող հայացքի, որ կատաղությունից հրամայում է գլխատել նրան։ Բայց այդ արհամարական հայացքը այլևս երբեք չի լքում Մինուային։ Պարտված երկրի արքան հպարտ լինելու մեծ դաս էր տվել նորելուկ արքային եւ խոցել նրա ինքնասիրությունը։ Անին չնշեց, որ նա հրամայում է գլխատել Սուա թագավորին եւ երրորդ ենթահարցին նույնպես չպատասխանեց, թե ինչ դաս տվեց պարտված երկրի թագավորը Մենուային։ Մի փոքր կար ասվածի մեջ, որ այնպեսի մի հայացք նետեց, որ էլ Մենուան երբեք չմոռացավ։ Եվ իրեն դրանից հետո իրեն կորցրեց։ Այո։ Կարծում եմ Անին արժանի 5 միավորի։ Եկեք վերահաշվարկենք, այսինքն 1 հարցին պատասխանեց, 2 հարցին թերի պատասխանեց։ Այո, այսինքն 2 հարցի միավորը եկեք կիսենք, կես 3։ Ես կարծում եմ, որ մի քիչ ցածր է եւ ավելացնում եմ 1 միավոր։ 6 միավոր է վաստակում Անին։ Եվ Անի, հիմա պատմության հերթն է։ Պատմությունն է շատ սիրում, թե գրականությունը։ Գրականությունը։ Բայց հույս ունենանք, որ պատմության ավելի լավ չեք պատասխանես։ Պատմության հարցը եւ խնդրեմ տառը ընտրիր։ Ես ընտրում եմ նու տառը։ Նու տառը խնդրեմ։ Մենուա արքայի ձիարշավելու հմտության մասին ինչ տեղեկություն է պահպանվել, այդ մասին արձանագրությունը որտեղ է կանգնեցվել։ Մենուա արքայի ձիարշավի հմտության մասին տեղեկությունները պահպանվել են Սղգա արձանագրության մեջ, որը գտնվում է Վանի քարաժարի եւ Վարագալերան մեջտեղում։ Այդ արձանագրությունում նշվում է, որ սպորտային միջոցառումների ժամանակ գրանցվել է Մենուայի աննախադեպ արդյունքը։ Նրա ծին նժույգը Արծիբեն ցատկել է 22 կանգուն, կանգունը միավոր է, մեկ կանգունը հավասար է 51.8 սանտիմետր, այդ իսկ պատճառով նժույգը ցատկել է 11 մետր 39 սանտիմետր։ Այն գերազանցված արդյունք է եղել շուրջ 2800 տարի, միայն գերազանցվել է 1975 թվականին։ Լսենք մեր պատասխանը։ Վանի արքաները քարագիր արձանագրություններում անմահացրել են իրենց ռեկորդները։ Դրանցից մեկը Մենուա արքայի մասին է, որն իր Արծիբի, Արծիվ անունով նժույգով ցատկել է 22 կանգուն,
11 մետր 39 սանտիմետր, 2800 տարի անհաղթահարելի ռեկորդ սահմանելով։ Այդ արձանագրությունը գտնվել է Վանաժայռերի եւ Վարագա լեռների միջև գտնվող հարթավայրում, որը դարեր շարունակ ձիարշավարան է եղել հայկական բանակի համար։ Մենուայի արծիվի ձիու ռեկորդը գերազանցվել է միայն 1975 թվականին գերմանացի Բերգմանի Սվինգեր ձիու կողմից։ Պատասխանը լիարժեք էր, ճիշտ էր ամեն ինչ, տվյալները բոլորը ճիշտ են եւ գնահատվում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Անին եւ հիմա մենք անցնում ենք արդեն նարնջագույն հատվածի առաջնորդին Արման Հովանիսյանին։ Արման Հովանիսյան ներկայացնում է Երևան քաղաքի համար 149 դպրոցը, սովորում է 10-րդ դասարանում, Հայասպետ հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 43 միավոր։ Ես ընդունում եմ դատարը։ Դատարը խնդրեմ։ Արարատ աշխարհում ընդունված ծես կար։ Գահաժառանգ կարգայորդու հասունությունը քաջությունն ու ստուգելու համար կազմակերպվում էր մեծ որսարշավ։ Եթե գահաժառանգը փորձությունը հաջող էր անցնում, ապա նրան որսորդի կոչում էին տալիս եւ համարում գահին արժանի։ 12-ամյա Մինուան ինչպես է բռնում այդ քննությունը, ինչ ավարտ է ունենում առաջին որսորդությունը։ Երբ Մենուան 12 տարեկան էր, նրան պիտի որսորդների մեծ առաջնորդ Մանազը տաներ շամբուտները որսի, բայց մինչ շամբուտները որսի գնալու նա պիտի մտներ քարաժայռերի մեջ եւ գծեր տիսական նկարներ որսի ու որսորդների մասին, բայց Մենուան, քանի որ մանուկ էր, կիսատ է թողնում իր նկարը եւ քնում է։ Այդ ժամանակ լեռան դուրս տրոցած է, դուրս է սողոցում որպեսզի սպանի Մենուային, քանի որ լեռը զգացել է Մենուայի մեծությունը։ Եվ այդ ժամանակ որսորդների մեծ առաջնորդ Մանազը սպանում է նրան, որից հետո էլ նրանք դուրս են փախչում ընդդեկից եւ այդ ժամանակ Ինչպես ավարտվում այդ որսը։ Որսը ավարտվում է նրանով, որ Մանազը մանում է Աստվածների անաստ ինչերը հոշոտում են նրա մամինը եւ նա նայում է արքայդուն ասում է իմ քաջ ոչ մեկին ոչ թշնամուտ ոչ բարեկամիտ եւ ոչ էլ արքային չացես թե ինչ է կատարվել այն մասին եթե Մանազը վախենում է որ եթե արքան իմանա ըստ ավանդության նա կզրկվեր գահաժառանգի կոչում ստանալուց Լսենք մեր պատասխանը Որսորդների մեծ առաջնորդ Մանազը Մինուային ուղեկցում է այն քարանձավը, որտեղ ամբողջ գիշերը համաձայն ծեսի պատանի արքայազն անքում պիտի անցկացներ, սակայն քունը հաղթում է եւ պատանին չի նկատում դեպի իրեն սողացող ուսին, լեռան դստերը։ Մինչ սողունը կհասցներ խայթել, Մանազն սպանում է նրան եւ փրկում թագաժառանգին։ Մեծ որսի ընթացքում Մինուան դրսևորվում է իբրև քաջ, սառնասիրտ, խելամիտ որսորդ, սակայն որսն ավարտվում է քաջ Մանազի մահով, որն աչքերը փակելուց առաջ պատանուց պահանջում է ոչ ոքի չասել քարանձավում կատարվածը, ոչինչ չպետք է նսեմացներ ապագա արքայի հեղինակությունը։ Արմանը հարցի երկու ենթահարցերին էլ լավ պատասխանեց, միայն չգիտեմ ինչու շտապում էր, հաշվի առնելով խոսքային վրիպակները գնահատում եմ 9 միավոր։ 9 միավոր է վաստակում Արմանը գրականության հարցից, իսկ հիմա պատմության հարցը։ Ես ընդունում եմ հոտառը։ Հոտառը, խնդրեմ։ Իշպուինի եւ Մենուա թագավորները երբ են կառավարել, որտեղից ենք իմանում, որ Իշպուինիի կառավարման երկրորդ շրջանում Մենուան եղել է նրա կառավարչակիցը եւ միասին իրականացրել են բարեփոխումներ։ Ինչպես դիտենք Քրիստոսից առաջ 820-ից 810 թվականներին կառավարում էր Մենուան, բայց երկրորդ շրջանում Իշպույնի արքան էր կառավարում, բայց երկրորդ շրջանում նրան գահակից է գալիս իր որդին Մենուա արքան։ Եվ մենք լավագույնս տեսնում ենք նրանց միասին կատարած բարեփոխումներին։ Հենց մեկը դիցարանի բարեփոխման մեջ, երբ Իշպույնի եւ Մենուա արքաները փորագրել տվեցին աստվածների անունները Ագրաբաքարի մեծ դարպասին, որից հետո նրանց սահմանեցին ծիսական զոհաբերությունների կարգը, ամեն մեկին ըստ իրենց դիկի եւ պատշաճ կերպով, որից հետո նաև ռազմական բարեփոխումը շատ կարևոր։ Իշպույնի արքան կառավարել է 820-ից 810 թվականներին, իսկ Մենուան 810-ից 786 թվականներին։ Նրանց գահակից լինելը մենք տեսնում ենք աստվածների անունները փորագրելուց, ինչպես նաև ռազմական բարեփոխումների ժամանակ։ Լսենք մեր պատասխանը։
Իշպույնին կառավարել է Քրիստոսից առաջ մոտ 825-ից 810 թվականներին, իսկ Մենուան Քրիստոսից առաջ մոտ 810-ից 786 թվականներին։ Այս երկու արքաների համատեղ կանգնեցրած արձանագրություններից պարզ է դարձել, որ Իշպույնիի գահակալության երկրորդ շրջանում նրա որդի Մենուան հանդես է եկել որպես բարեփոխումների հեղինակակից։ Խնդրեմ։ Դյուրիններից էր իհարկե հարցը, բայց հաշվի առնելով, որ այդպես շփոթմունքով պատասխանեց, դրա համար բարձրագույն գնահատական չենք տալիս եւ 10 միավոր է վաստակում։ Իհարկե պատմության առումով հնարավոր է դուք ճիշտ եք, պարոն Սողոմոնյան, բայց սա ասպարեզ խաղն է, որտեղ ամենաշատը կարևորվում է խոսքի մատուցումը, ուստի ես համարում եմ, որ 10 միավորը բարձր է եւ հանում եմ 1 միավոր։ Արմանը վաստակում է 9 միավոր։ Եվ անցնում ենք կարմիր հատվածի երկրորդ մասնակցին, Միքայել Միքայելյան։ Միքայել Միքայելյան ներկայացնում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավագ դպրոցը, սովորում է 11-րդ դասարանում, հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 28 միավոր։ Ես ընտրում եմ Ž տառը։ Ž տառը, խնդրեմ։ Մինուա է անունը նրա երկում, Շարիս Թակուհին ինչու չի դիմավորում իր արքայամուսնուն, որ հաղթական կռվից վերադառնում էր տուն։ Թակուհին ինչպիսի վախճան է ունենում։ Դուշպա քաղաքի ապարանքի պատշգամբից ամեն անգամ, երբ Արարատի արքաները վերադառնում էին հաղթական կռվից, Արամյան տան թագուհիները դիմավորում էին իրենց որդիների եւ ամուսինների հաղթական դարձը, սակայն երբ Մենու արքան վերադառնում էր հաղթական կռվից մանա երկրից, Շարիս թագուհին նրան չէր դիմավորում այս պատշգամբից, քանի որ արքան բերում էր մանա պարտված երկրի արքայադստերը, արքան որպես հարճ էր բերում մանա պարտված երկրի արքայադստերը, արքայամուսինը մանա երկրի արքայադստերը ցանկանում էր աշխարհի բոլոր կանանցից առավել, այդ առավելն ավելորդ էր, այդ առավելը նրան բարձրացնում էր թագուհուց էլ վեր եւ երբ ջրանցքը փլուզվում էր, Շարիս թագուհին իրեն զոհաբերում է հանուն ջրանցքի կայունության, երբ նա զրուցում էր արքայի հետ, արքայի հոգում, նա ասում է, որ իր արքայի սերն էր նրան բերել այդտեղ եւ թագուհին իրեն զոհաբերում է հանուն ջրանցքի կայունության։ Ահա։ Լսենք մեր պատասխանը։ Շարիս Թակուհին չի դիմավորում կռվից վերադարձած ամուսնուն, որովհետև վիրավորված էր նրա ինքնասիրությունը։ Արքան իր հետ բերում էր մանա երկրի գեղեցկատես արքայադստերը, իբրև հարճի, որպես Թակուհի Շարիսը թուլություն է հանդես բերում, չկարողանալով թաքցնել վիրավորանքը։ Ի վերջո, Շարիս Թակուհին իրեն ինքնակամ զոհաբերում է ջրանցքի կառուցման գործին։ Երկրի քրմերը համոզված էին, որ ջրանցքի պատնեշի ամրության համար մարդկային զոհ է պետք, եւ Շարիս Թակուհին առանց երկմտելու նվիրում է ամենաթանկը՝ կյանքը, դառնալով պահանջվող կենդանի զոհը։ Խնդրեմ, Տիկին Նացականյան։ Ինչպես երևում է, Միքայելը բավական ուշադիր է կարդացել գիրքը եւ մանրամասնությունները շատ լավ հիշում էր։ Կարծում եմ, որ արժանի է 10 միավորի։ Իսկ հիմա պատմության հարցը։ Ես ընտրում եմ Մենտառը։ Մենտառը, խնդրեմ։ Վանի թագավորությունում Իշպույնիի միանձնյա եւ Մենուայի հետ համատեղ գահակալության տարիներին ինչ բնագավառներում են բարեփոխումներ կատարվել, որ բարեփոխումներին է մասնակցել նաեւ Մենուան, ներկայացրեք դրանք։ Վան թագավորության զորացման եւ տարածաշրջանային գերտերություն դառնալը գործում կարևոր դեր են խաղում Իշպույնի թագավորի օրոք սկսված եւ Մենուայի քաղաքալության ընթացքում շարունակված բարեփոխումները։ Իշպույնի քաղաքալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները կապված էին միայն նրա անվան հետ, իսկ երկրորդ շրջանում հեղինակակից է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ կանգնեցրած արձանագրություններից, մասնավորապես եթե գրային բարեփոխումը տեղական սեպագրի ստեղծումը տեղի ունեցել Իշպույնի կառավարման սկզբնական շրջանում, ապա կրոնական բարեփոխումը ողջ համար միասնական դիցարանի պանթեոնի ստեղծումով կատարվել է նրա քաղաքալության երկրորդ շրջանում։ Դրա վկայությունն են դիցարանի արձանագրումը Խալդյան դարպասի վրա, որին հետագայում էր ժողովուրդը կոչեց Մերի դուր։ Դիցարանում միավորված էին նախկին Նաիրյան համադաշտության երկրների աստվածությունները, դա փաստորեն հարավհայաստանյան դիցարան էր Քրիստոսից առաջ 9-րդ դարավերջին։
ամենայն հավանականությամբ նույնպիսի եղանակակցություն է գործել նաև ռազմական ոլորտում անցկացված բարեփոխումների ընթացքում, որոնցում կարևորվում է նախկին դաշնային աշխարհազորի փոխարինումը արհեստավարժ կանոնավոր ըստ զորատեսակների բաժանված զինված ուժերով, դրա վկայություն են արձանագրություններում գործածվող տերմինները, դաշնային բանակն արտահայտող երկրների զինված մարտիկ աշխարհազոր գաղափարագրերը փոխարինվում են արհեստավար զինվորականություն արտահայտող տերմինով, իրականացվում է նաև բանակի վերազինում եւ այլ միջոցառումներ։ Լսենք մեր պատասխանը։ Իշպույնի միանձնյա գահակալության շրջանում կատարվել է գրային բարեփոխումը։ Վանի թագավորությունում ստեղծվել է տեղական սեպագիր։ Կրոնական եւ ռազմական բարեփոխումների իրականացման գործում Իշպույնիին օգնել է նաեւ Մենուան։ Կրոնական բարեփոխմամբ ողջ տերության համար ստեղծվում է միասնական դիցարան, իսկ ռազմական բարեփոխման արդյունքում նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվում է արհեստավարժ ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Խնդրեմ, պարոն Սողոմոնյան։ Միքայելի պատասխանը փայլուն էր։ Հստակ եւ գրագետ ձևակերպված նշված էին հավելյալ տեղեկություններ, ավելի մանրամասնող տեղեկություններ, որոնք արժեքավոր էին։ Այս ամենը հաշվի առնելով վստահաբար Միքայելը վաստակում է Հայասպետ։ Առաջին Հայասպետն է վաստակում էր մասնակից Սանը Միքայելը, իսկ հիմա անցնում ենք արդեն կապույտ հատվածի երկրորդ համարին, Դավիթ Զաքարյան։ Դավիթ Զաքարյան ներկայացնում է Երևան քաղաքի համար 189 ավագ դպրոցը, սովորում է 11-րդ դասարանում, հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 16 միավոր։ Ես ընտրում եմ Գիմ տարը։ Գիմ տարը, խնդրեմ։ Մինուա է անունը նրա վեպում, ինչու է նշվում, որ անանուն կառուցողի գավառում լավ գիտեին հսկա քարերով կառուցելու գաղտնիքը։ Ջրանցքի կառուցման ժամանակ անանունը զոհաբերվելու եկած Շարիս թագուհուն ինչու չի փորձում հետ պահել այդ քայլից։ Անանուն կառուցողը եկել էր Մուսասին Արտինի գավառի Ինգալավա քաղաքից, որը գտնում էր արևելյան եւ արևմտյան Տիգրիսների միախառնման շրջանում։ Անանուն կառուցողը ճարտարապետ էր եւ դրանով նա ցույց է տալիս, որ իր գավառում ապրող բոլոր մարդիկ լավ ճարտարապետներ են, այսինքն քարի հետ գիտեին վարվել։ Դա տեսնում եք նաև Սասնա ծռեր էպոսում, երբ Սանասարն ու Բաղդասարը ամրոց կառուցելու համար հսկա քարերով ամրոց են կառուցում, այսինքն դա ցույց է տալիս դրանց ուժը։ Իսկ երբ Շարիսը փորձում է իրեն զոհաբերել, անանունը չի փորձում հետ պայել այդ քայլից, որովհետև սկզբում նա խնդրում է Շարիսին իջնել, բայց նա հասկանում է, որ նա իր մեջ է գոռում եւ նա հասկանում է, որ ձայնը իր մեջից է եւ դուրս չի գալիս այդ ձայնը։ Եվ չի փորձում այդ քայլի պայել եւ խնդրում է ծեր քուրմին, որպեսզի նա շարունակի իր աղոթքը, քանի որ Շարիսը ինքնազոհ էր եւ այլևս նա չէր համարձակվի թագուհուն հետ պահել այդ քայլից, որտեղ նա չէր կարող հրամայել թագուհուն։ Լսենք մեր պատասխանը։ Անանուն կառուցողի հայրենի Մուսասիր Սասուն գավառում մարդիկ լավ գիտեին հսկա քարերով կառուցելու գաղտնիքը, որովհետև ինչպես մեկնաբանվում է Սասնա ծռեր էպոսում, Սասուն անունը Սանասարի եւ Բաղդասարի հսկա քարերով կառուցած բերդի քարե Սանսուն անվանումից է առաջացել։ Անանունը, երբ հասկանում է, որ զոհաբերվելու եկած կինը թագուհին է, ուզում է կանգնեցնել կառուցողներին, փորձում է բղավել, դադարեցրեք, բայց ուժ չի գտնում իր մեջ, որովհետև հասկանում է, որ ինքն անզոր է այդ կնոջ երկաթյա կամքի առջև, որ միգուցե նա այդ քայլով աստվածների ցանկությունն է կատարում։ Դավիթը նշեց, որ նա չփորձեց, անանուն կառուցողը չփորձեց կանգնեցնել, չէ, նա փորձեց կանգնեցնել, փորձեց, ուզում էր բղավել, դադարեցրեք, բայց դա այդ դեպքում Դավիթը նշեց, որ դա հնչեց իր հոգու խորքում, մնաց իր հոգու խորքում։ Եվ նաև լավ կլիներ, որ մի քիչ ավելի հստակ ներկայացներ, թե ի վերջո ինչու անանուն կառուցողը չկանգնեցրեց Շարիս թագուհուն։ Դավիթին գնահատում եմ 7 միավոր։ Ես կարծում եմ, մի քիչ ցածր գնահատեցիք Տիկին Մնացականյան, այո, որովհետև բավական դժվար է։ Այո, կողմնորոշվելը եւ ավելացնում եմ 1 միավոր։ 8 միավոր է վաստակում Դավիթը։ Դավիթ, հիմա ընտրում ես պատմության տար։
Ես ընտրում եմ շատ առը։ Շատ առը խնդրեմ։ Մենուա թագավորը իր հզորացող տերության հիմքերն ամուր պահելու նպատակով մեծ ուշադրություն էր դարձնում ռազմական հենակետերի, քաղաք ամրոցների կառուցմանը։ Նշեք այդ ամրոցներից 3-ը, մատնացույց անելով դրանցից յուրաքանչյուրի կառուցման տեղանքը եւ ռազմավարական նշանակությունը։ Խնդրեմ։ Մենուայի կառավարման շրջանում նրա գլխավոր մրցակիցը Ասորեստանն էր եւ նա ցանկանում էր ամրապնդել երկրի հզորությունը, այդ պատճառով նա մեծ ուշադրություն էր դարձնում ռազմական շինարարությանը, օրինակ երբ նա գրավեց Էրիկոախի երկիրը, կառուցեց ռազմական կարևոր հենակետ Մենուախինիլի քաղաքը, որը դարձավ պետության գլխավոր հենարանը, հյուսիսային գլխավոր հենարանը, ինչպես նաև Արաքսի Արածանի ափին կառուցեց ներքին խնձորի Բերթա քաղաքը, որի շնորհիվ վերահսկողության տակ վերցվեցին Արաքսի ափով ձգվող առևտրական ուղիների զգալի հատվածը, ինչպես նաև Մենուայի ճարտարապետության գլուխ գործոցը վերին անձավի նշանավոր բերդակարակներ, որը հսկում էր Տուշպա մայրաքաղաքի մոհադույցները հյուսիս-արևելքից, ինչպես նաև Ուրմիա լճի հարավում նա կառուցեց Կալատգայի ամրոցը, այդպիսով ստեղծել է պաշտպանական ամրությունների մեծ ցանց, ինչպես նաև երբ Մենուան դեռևս արքայազներ, նա նույնպես մտածում էր երկրի հզորության մասին եւ իր մշակած ռազմավարության համաձայն պետք է կառուցվեն ամրոցներ, որոնց պարիսպների հաստությունը հասնում էր 4 մետրի։ Լսենք մեր պատասխանը։ Արաքսի աչափին կառուցված Մենուախինիլի ամրոցը Վանի թագավորության հյուսիսային ռազմական հենակետն էր։ Արացանի ափին ներքին խնձորի ամրոցը հիմնադրելով Մենուան իր հսկողության տակ էր առել կարևոր ճանապարհներ, այդ թվում Արաքսի ափով ձգվող առևտրական մայրուղին։ Թագավորության կենտրոնական շրջանում կառուցված վերին անձավի Բերթաքաղաքը հսկում էր Տուշպայի մատույցները հյուսիս-արևելքից։ Երկրի անվտանգությունն արևելքից ապահովում էր Ուրմիա լճի ափին կառուցված Կալատգահի ամրոցը։ Դավիթը հարցի պահանջներին ճիշտ պատասխանեց եւ վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Դավիթը եւ հանձնում ենք նարնջագույնի երկրորդ մասնակցին Ամալիա Մանուսաջյան։ Ամալիա Մանուսաջյան ներկայացնում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի համար 2 ավագ դպրոցը, սովորում է 10-րդ դասարանում, Հայասպետ հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 20 միավոր։ Ես ընտրում եմ Եջ տառը։ Եջ տառը խնդրեմ։ Մինուա է անունը նրա ստեղծագործության մեջ հանդես եկող հերոսներից Որսորդ Մանազը, արքայորդի Ինուշ Պուան, Շարիս Թաքուհին, որ արարքով են միավորվում, որ զգացմունքն է առաջնորդում նրանց։ Որսորդ Մանազը, Մենուայի որդի Ինուշ Պուան եւ նրա կինը Շարիս Թագուհին միավորում են նրանով, որ Մենուայի կյանքն են փրկել։ Այսինքն Որսորդ Մանազը փրկեց Մենուային օձի խայթոցից, Ինուշ Պուան ցատկեց դեպի Մենուային ուղված նետի առջև, իսկ Շարիս Թագուհին զոհաբերեց իրեն ջրանցքի կառուցմանը։ Նրանք միավորվում են սիրո զգացմունքով։ Շարիս Թագուհին իրեն զոհաբերում է ջրանցքի կառուցմանը, Որսորդ Մանազն ու Ինուշ Պուան փրկելով Մենուայի կյանքը հնարավորություն են տալիս նրան մեծագործել, կառուցել Խալդի նվիրված տաճարը, ջրանցքը, եւ մենք նրանց նույնպես պարտական ենք այսօր մինչեւ այսօր օգտագործվող ջրանցքի համար։ Լսենք մեր պատասխանը։ Որսորդ Մանազը, արքայորդի Ինուշ Պուան, Շարիս Թաքուհին սիրով զոհաբերում են ամենաթանկ բանը՝ կյանքը։ Զոհաբերության հիմքում ընկած է աշխարհը հավերժական պահող զգացմունքը, սերը։ Այս դեպքում անհուն սեր ու նվիրում Մինուա արքայի նկատմամբ, որը ոչ միայն ամուսին է, հայր, արքա, այլև երկրի պետականության, մի ամբողջ ժողովրդի հավերժության խորհրդանիշը։ Ամալյան հարցի 2 ենթահարցերին էլ ընդհանուր առմամբ ճիշտ պատասխանեց, մի քիչ կարկամում էր հստակ ասելու, որ զոհաբերությամբ է նրանք նախ եւ առաջ միավորվում, բայց ընդհանուր առմամբ հարցերին 2 ենթահարցերին էլ ճիշտ պատասխանեց եւ ենթադրում եմ, որ պիտի վաստակի 10 միավոր։ Ես կարծում եմ մի քիչ բարձր գնահատվեց, որովհետև ոչ միայն խոսքի մեջ կային թերություններ, այլ նաև կարելի էր նշել, որ սերը արքայի նկատմամբ նաև, որովհետև երկրի պետականության խորհրդանիշն էր նա։ Ուստի հանում եմ 1 միավոր, 9 միավոր է վաստակում Ամալյան։ Եվ պատմության հարցը։
Ես ընտրում եմ կենտառը։ Կենտառը, խնդրեմ։ Վանի հայկական թագավորության բանակի մարտավարությունն ինչով էր տարբերվում Միջագետքի, մասնավորապես Ասորեստանի մարտավարությունից, ինչ առավելություն էր տալիս մարտակարգը տողաններով դասավորելը։ Արձանագրությունները եւ պեղումների ընթացքում հայտնաբերված նյութը մեզ հնարավորություն են տալիս մոտավոր պատկերացում կազմել Արարատյան զորքի վարած ճակատամարտերի մասին։ Հիմնական տարբերությունը Միջագետքի, մասնավորապես Ասորեստանի մարտավարությունից այն էր, որ վահանակիների վահանները չափսերով ավելի փոքր են եւ թեթեւ, ու նրանք կարողանում են վահանները կրել ընդամենը մեկ ձեռքով, իսկ մյուսով կրել սուր կամ նիզակ, որով առաջին տողանի գործողությունները ավելի ակտիվ էին դառնում։ Զորքին տողաններով դասավորելը ոչ միայն զորքին խորություն էր հաղորդում, այլև դարձնում էր այն առավել կազմակերպված։ Քանի որ վահանակիները մեկ ձեռքով էին կրում վահանը եւ մյուս ձեռքով սուր կամ նիզակ եւ առավել ակտիվ էին մասնակցում ճակատամարտին, սա պայմանավորված էր երկրի լեռնային տեղանքով, քանի որ լեռներում մարտակարգերի եւ հեծյալները չէին կարող իրենց ազատ գործողություններ թույլ տալ կտրտված տեղանքի պատճառով, ճակատամարտի հիմնական ծանրությունը ընկնում էր հետևակի վրա եւ նա հետևակը պետք է ակտիվ գործողություններ կատարեր, որովհետև պասիվ գործողություններով չէր կարող իրեն որպես ճակատամարտի հիմնական ծանրությունը կրողի առջև դրվող պատասխանատվությունը իրականացնել։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Վանի թագավորության բանակի մարտավարությունը տարբերվում էր նրանով, որ վահանակիրները ավելի փոքր եւ թեթեւ վահաններով զինված լինելով կարողանում էին մյուս ձեռքով կրել նիզակ կամ սուր, որով առաջին շարքի գործողություններն ավելի ակտիվ էին լինում։ Թեթևազեն հետևակը գործում էր վահանակիրների հետևից, դա լեռնային ռազմավարության առանձնահատկություններից էր։ Կարևոր էր նաեւ զորքի մարտակարգը տողաններով դասավորելը, որը մարտակարգին խորություն հաղորդելով այն դարձնում էր հստակ կազմակերպված։ Ամալյան սպառիչ պատասխան տվեց, հստակ, որի համար վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Ամալյան, եւ վերջին վտույտն ենք կատարում այս փուլի, խնդրեմ, Մերի Բադալյան։ Մերի Բադալյան ներկայացնում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի համար 4 ավագ դպրոցը, սովորում է 10-րդ դասարանում, Հայասպետ հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 22 միավոր։ Ընտրում ենք գրականության տառը։ Ես ընտրում եմ բեն տառը։ Բեն տառը։ Մինուա արքան երազում էր Հայկ Աստծուն նվիրված տաճար կառուցել, բայց ուզում էր, որ այն լիներ կատարյալ։ Տաճարը որտեղ է կառուցվում, ով է դառնում տաճարի կառուցողը եւ ինչու։ Մինուան արքան երբ դառնում է թագավոր, նա որոշում էր գահակալման առաջին տարիներ, որոշում է տաճար կառուցել։ Տաճարը կառուցում է Ինգալավա քաղաքից եկած, Արդին Ուսասրից եկած անանուն կառուցողը։ Եվ տաճարը կառուցվում է Արդին Ուսասրիում, քանի որ հենց այնտեղից էր եկել անանուն մեծ կառուցողը։ Դրա մտքի հանճարով էր կառուցվել տաճարը եւ Մենու արքան լույսը նա ցանկանում էր, որպեսզի իր մտքի տեսողության մեջ ցանկանում էր տեսնել այն լույսը, որը որ պետք է տաճարը դառնար առավել կատարյալ եւ այդ երբ կանչում է արարատաշխարհի տարբեր ծայրերից կանչում է կառուցողներին, նա տեսնում է, որ նրանք բանիմաց են եւ գործուն, սակայն նա ցանկանում էր տեսնել այն լույսը, որով պետք է տաճարը դառնար առավել կատարյալ եւ այդ լույսը տեսնում է անանուն մեծ կառուցողի հոգու։ Լսենք մեր պատասխանը։ Արքան հեռանալով սրբազան անտառ, երկար դեգերումներից հետո երազում տեսնում է տաճարն ամենայն մանրամասնությամբ։ Տուշպա են հրավիրվում լավագույն վարպետները։ Արքան նրանց աչքերում փնտրում էր լույսը, որով ողողվելով տաճարը կդառնար կատարյալ։ Սակայն վարպետների հայացքները միայն գործունյա էին ու բանիմաց։ Ամիսներ հետո Մուսասիր Սասունից տուշպա է գալիս անանուն կառուցողը եւ արքան նրա աչքերում տեսնում է իր փնտրած լույսը։ Մուսասիր Սասունում էլ կառուցվում է տաճարը։ Խնդրեմ։ Մերին հարցի 3 ենթահարցերին ընդհանուր առմամբ տվեց ճիշտ պատասխան, միայն լավ կլիներ նշեր, որ այդ լույսը նա տեսավ անանուն կառուցողի կապույտ աչքերում։ Գնահատում եմ 9 միավոր։ Եվ հիմա Մերի պատմությունը։ Ես ընտրում եմ խետառը։ Խետառը, խնդրեմ։
Արքայազն Մենուան Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ ռազմավարական ինչ ծրագիր էր առաջարկում, այնինչ առավելություն էր տալու Վանի թագավորությանը։ Խնդրեմ։ Վանի թագավորության արքայշպույնի գահակաղության ժամանակաշրջանում Վանի թագավորությունը տնտեսապես զորանում էր, սակայն հասկանալի էր, որ ի վերջո Ասորեստանը լուծելու է երկրում ծագած ներքին հակասությունները եւ վերսկսելու է դաժան բռնություններով ուղեկցվող նվաճողական քաղաքականությունը։ Ուստի անհրաժեշտ էր նոր քայլեր ձեռնարկել դիմագրավելու ել ավելի հզոր արշավանքներին, եւ արքայազն Մենուան ներկայացնում է իր ռազմավարական ծրագիրը, ըստ որի Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ դիմակայելու համար անհրաժեշտ է միավորել հայկական լեռնաշխարհի ողջ մարտունակ ուժերը, քանի որ միայն պասիվ պաշտպանական գործողություններով հնարավոր չէ դիմակայել Ասորեստանին։ Վանի թագավորությունը դառնալով Վանի թագավորությունը կվերածվեր Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ դիմակայող ուժի եւ իր շուրջը կհամախմբեր նաեւ հարևան տարածքների երկրների ուժերին, դրանով կվերածվեր Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ դիմակայող ուժերի առաջնորդի։ Լավ։ Տեսենք մեր պատասխանը։ Ըստ Մենուայի ծրագրի, հզոր Ախոյանի արշավանքներից կարելի էր խուսափել միայն հայկական լեռնաշխարհի մարտունակ ողջ ուժերը միավորելով, այդպես Վանի հայկական թագավորությունը կդառնար այդ հզոր տերությանը դիմագրավելու ունակ ուժ, որն իր շուրջը կհամախմբեր նաև հարևան երկրներին դառնալով Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ համախմբված երկրների առաջնորդ։ Հաշվի առնելով շարադրանքի կուր տրամաբանական այսպես կառուցվածքը, կուր կառուցվածքը եւ տրամաբանությունը եւ հստակ ոճը շարադրանքի մերին գնահատում ենք հայասպետ։ Հիշեցնեմ, հայասպետ նշանակում է 11 միավոր։ Եվ անցնում ենք մերի, խնդրեմ համեցիր քոտեղը։ Անցնում ենք կապույտ հատվածի վերջին մասնակցին, իսկ մասնակիցն է Աստղիկ Ասլիբեկյանը, որը խաղում է 6 համարի տակ։ Աստղիկ Ասլիբեկյան ներկայացնում է Երևան քաղաքի էլիտա հեղինակային միջնակարգ դպրոցը, սովորում է 11-րդ դասարանում, հայասպետ հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 19 միավոր։ Աստղիկ, ես ընտրում եմ Թոտարը։ Թոտարը, խնդրեմ։ Մինուա արքան մեծ ջրանցքի կառուցման ավարտին իր համար խիստ թանկ ինչ զոհ էր խոստացել աստվածներին։ Ջրանցքի կառուցումը հետագա դարերում ում է վերագրվում։ Խնդրեմ։ Մինուա արքան իր գրեթե ոչ կյանքը նվիրաբերում այն մեծագործությանը, որը պետք է կատարեր հավորության մեջ ապրելու համար, այդ մեծագործությունը ջրանցքի կառուցումն էր, եւ նա պատրաստել էր ամենաթանկ զոհը, որ կարող էր լինել, դա իր արծիբեն նժույգներ։ Ջրանցքի կառուցումը հետագա դարերում վերագրվում է Շամիրամին, անգամ Մովսես Խորենացին հենց Շամիրամի անունով է կոչում այս ջրանցքը, սակայն այդ ջրանցքի անունը Մենուա է։ Երբ Մենուան բարձրանում էր լեռնի վեր, նա անդադ խոսք դիմում էր արծիբեին, հորդորելով նրան թրջել, վերջին անգամ նայել աստղերին, սակայն այդ զոհը չի կատարվում, քանի որ արծիբեն փախչում է, այսինքն թրջում է սրբազան ակոնքի ջրերի մեջ եւ այսքանը։ Այդքանը, միայն թե Մենուայի ջրանցքի անունը Մենուա չէր, պարզապես Մենուան էր կառուցել։ Այո։ Ահա, համաձայն ես։ Այո։ Տեսենք մեր պատասխանը։ Մինուան ջրանցքի կառուցման ավարտին աստվածներին խոստացել էր խիստ թանկ մի զոհ իր արծիբե նժույգին։ Արծիբեն կարծես գալով, թե տիրոջ համար որքան ծանր է նրան զոհելը, ինքնակամ նետվում է կապույտ ջրերի խորքն ու անհետանում, որպիսի հետագա դարերում իբրև մի քուրքիկ ջալալի հայտնվի նոր մեծագործությունների համար։ Հարյուրամյակներ անց ջրանցքն անհասկանալիորեն կոչվում է Շամիրամի անունով։ Հեղինակը տարակուսում է, խոստացված զոհը չստացած լեռան, թե աստվածների զայրույթն էր պատճառը, որ դարեր շարունակ ջրանցքի իրական կառուցողի անունն անհայտ էր մնում։ Խնդրեմ, Աստղիկը չնշեց իհարկե, որ արծիբեն նշեց, թե զոհաբերումը չկատարվեց, բայց արծիբեն ինքը զոհվեց, ինքը նետվեց դեպի ջուրը, որպեսզի թագավորին զերծ պահի այդ հոգեկան տառապանքից։ Բոլոր դեպքերում Աստղիկը հարցի երկու ենթահարցերին պատասխանեց մասնագիտություններով եւ կարծում եմ արժանի 9 միավորի։ Այո։ 9
միավոր է վաստակում Աստղիկը, իսկ հիմա ընտրում ես պատմության տառ։ Ես ընտրում եմ ծատարը։ Ծատարը խնդրեմ։ Վանի Մենուա թագավորը արշավանքների ժամանակ ստիպված էր ոչ մեծաթիվ զորքով մարտական գործողություններ կատարել տարբեր տեղանքներում, թե լեռներում, թե տափաստաններում։ Արքան իր զորքի ներուժն ինչպես էր ավելի արդյունավետ օգտագործում։ Վանի Մենուա թագավորը արշավանքների ժամանակ ստիպված էր շատ տարբեր տեղանքներում արշավանքներ կատարել, օրինակ հայկական լեռնաշխարհի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում, որտեղ տեղանքը լեռնային էր եւ պետության հարավային սահմաններում, այսինքն Միջագետքի հարթավայրում, Միջագետքի հյուսիսային եւ հյուսիսարևելյան սահմաններում, այդ էր պատճառը, եւ քանի որ Արարատյան զորքը այդքան մեծատիվ չէր, այսինքն արշավանքներին մասնակցում էր գրեթե ողջ զորքը, բացի կարամարտիկների ծառայություն մատուցող զինվորների, մարտիկների, Մենուա որոշում է, որ պետք է զինավարժության նոր համակարգ մտցնել, այսինքն հետևակների եւ մարտակարգերին վարժեցնում է հեծելազորի արվեստում, իսկ հեծելազորի մի մասին հետևական արվեստում, այս էր պատճառը, որ զորավարը ցանկացած ժամանակ կարող էր ունենալ իրեն հարմար զորք։ Վերջ։ Այո։ Տեսենք մեր պատասխանը։ Տարբերվող տեղանքներում միևնույն զորքով արդյունավետ ռազմական գործողություններ վարելու նպատակով Մենուան հետևակային եւ կարամարտիկ զինվորներին վարժեցնում էր հեծելազորային մարտավարությանը, իսկ հեծելազորի մի մասին վարժեցնում էր հետևակի մարտակարգում կռվելուն։ Այսպիսով, լեռնային տեղանքում կարամարտիկներն ու հեծյալները ստիպված չէին լինում անգործության մատնվել եւ կռվում էին հետևակի կազմում, իսկ դաշտավայրերում հեծելազորային մարտակարգին վարժված հետևակայինները հաջողությամբ լրացնում էին հեծյալների պակասը։ Աստղիկը հարցին ընդհանուր առմամբ ճիշտ պատասխան տվեց։ Սակայն շատ ավելի ցանկալի կլիներ, որպեսզի նշվեր, թե որ զորատեսակը ինչպիսի տեղանքում ունի առավելություն, որպեսզի պատասխանը ավելի հիմնավոր եւ սպառիչ ներկայացնելու։ Այս ամենը հաշվի առնելով Աստղիկի պատասխանը գնահատում եմ 8 միավոր։ 8 միավոր է վաստակում Աստղիկը եւ մեր վերջին մասնակիցը, որը խաղում է 9 համարի տակ, Արամ Մարտիրոսյան։ Արամ Մարտիրոսյան ներկայացնում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համար 3 դպրոցը։ Սովորում է 10-րդ դասարանում։ Հայասպետ հեռուստամրցույթի առաջին փուլում իր թիմի համար վաստակել է 15 միավոր։ Գրականության տառը։ Ես ընտրում եմ E տառը։ E տառը խնդրեմ։ Ջրանցքի կառուցման ժամանակ Մինուա արքայի վերաբերմունքը ստրուկների, գործավորների հանդեպ ինչպես է փոխվում, նա կարևոր ինչ եզրակացության է հանգում։ Երբ որ Մենուա արքան իր անանուն կառուցողի եւ մի քանի դրանիկների հետ մեկնում է շինարարության վայր, նա այնտեղ տեսնում է ստրուկների աշխատանքը, թե նրանք ինչպիսի թշվառ վիճակում են, սակայն Մենուա արքան հասկանալով, որ նրանք են իր ցանկացած մեծագործությունը կատարում, այլ ոչ թե անանուն կառուցողը եւ ստրուկներն են կատարում այդ մեծագործությունը, նա որոշում է, նա ասում է իր մեջ մտածում է, որ ես ինչ արկա եմ, այսքան տարի իմ գանձարանին թալանչի ձեռքը չի կպել եւ հրամայում է, որպեսզի նրանց կերակրեն, սակայն ստրուկները շարունակաբար փախչում էին շինարարական այդ ծանր պայմաններից, նրանք փախչում էին անապատ դեպի Շուբարի մոտ, նա Մենուա արքան որոշում է այդ ժամանակի ընթացքում պակասում էին ստրուկների եւ Մենուա արքան որոշում է ստրուկներ գտնելու պատճառով արշավանքներ կազմակերպել դեպի Շաթիր ու Երգիր, նա այդ արշավանքից վերադառնում է բազմաթիվ ստրուկուհիներով եւ այդ ստրուկուհիները նա տրամադրում է ջրանցքի վրա աշխատող տղամարդկանց, հատկապես փափուղին փորող տղամարդկանց, այդ ստրուկուհիների համար այդ ստրուկները ոչ թե ստրուկ էին գործավոր, այլ տղամարդ էին նրանք եւ նրանք այդպիսով իրենց հացը վերցնում եւ բարձրանում էին լեռը եւ իրենց այդ օրը անցկացնում էին ստրուկների հետ, որոնք որ փորում էին փափուղին։ Եվ այսպես կազմում էին ընտանիքներ եւ ամրանում էին հողին, չէին փախչում, չէ՞, տեղում էին ապրում, չէ՞։ Այդ ամենից հետո արդեն ստրուկները չէին փախչում անապատ դեպի Շուբարի մոտ։ Ինչ եզրակացության է հանգում վերջում Մենուան։ Մենուան այն եզրակացության է հանգում, որ իր մեծագործությունները ոչ նա է կատարում, ոչ էլ անանուն կառուցողը, այլ իր մեծագործությունները կատարում են ստրուկների ջանքերով։ Վերջ։ Այո։ Տեսենք մեր պատասխանը։
Կառուցմանը հետևելի Սարգան հանկարծ զգում է, որ ինքը սիրում է բոլոր գործավորներին, ստրուկներին։ Նա հասկանում է, որ այդ մարդկանց համառ ջանքերի եւ անանուն կառուցողի հանճարի շնորհիվ է մարմին ստանում իր երազանքը, արքան տեսնելով ծանր աշխատանքից ու քաղցից նվաղած ստրուկներին հիշում է մոր խրատը։ Մի մոռացիր, որ ստրուկ լինելուց առաջ ազատ էին նրանք։ Մինուան հրամայում է, որ ստրուկների վիճակը բարելավեն, լավ կերակրեն, նույնիսկ թույլ է տալիս, որ տեսակցեն կանանց հետ։ Այս ամենից հետո ջրանցքն ավելի արագ է կառուցվում։ Խնդրեմ։ Արամը հստակ նշեց, թե Մենուան ինչ եզրակացության է հանգում, որ իրոք իր մեծագործության մարմին տալու համար անհրաժեշտ էր ստրուկներին լավ կյանք ապահովել, լավ կերակրել, բայց կարևոր բան մի մոռացավ նշել, այն որ ինքը հանկարծ զգաց, որ ինքը սիրում է այդ մարդկանց։ Ստրուկներին ինքը արքա եւ հանկարծ սիրում է ստրուկներին։ Արամին գնահատում եմ 8 միավոր։ Միավոր է վաստակում Արամը, իսկ հիմա Արամ պատմություն, խնդրիր։ Ես ընտրում եմ Ջ տառը։ Ջ տառը, խնդրեմ։ Մենուա արքայի ռազմական նոր քաղաքականության մեջ հատկապես որ երկու խնդիրներն են կարևորվում։ Մենուա արքան իր առաջարկած ռազմավարության համար կարևորում էր հիմնականում երկու խնդիր։ Նա իր պետության ամբողջ ռեսուրսները եւ ամբողջ ուժերը ուղղում են այդ ուղղությամբ, կարևորում է հիմնականում երկու խնդիր։ Առաջինը զորքի համար անհրաժեշտ թենակետերի ստեղծումը, որբեսի ռազմեշտերի ժամանակ զորքը սննդամթերքի, ռազմամթերքի եւ այլ անհրաժեշտ պարագաների պակաս չզգար, եւ երկրորդը նախորդ ուսումնասիրել ապագա ռազմական գործողությունների թատերապեմը, հատկապես ուշադրություն դարձնելով տեղանք զորատեսակ կապին։ Լսենք մեր պատասխանը։ Նրա ռազմական նոր քաղաքականության մեջ հատկապես կարևորվում էր զորքերի տեղաշարժման համար անհրաժեշտ հենակետերի ստեղծումը, որպիսի ռազմերթերի ժամանակ զորքը սննդամթերքի, զինամթերքի եւ անհրաժեշտ այլ պարագաների պակաս չզգար, եւ ռազմական գործողությունների ապագա թատերաբեմերի նախորոք ուսումնասիրությունը հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում տեղանք զորատեսակ կապին։ Կարծում եմ Արամի պատասխանը մեր պատասխանից ոչինչով գրեթե չէր տարբերվում, այսինքն պատասխանը հստակ պատասխան էր տրված, որի համար Արամը վաստակում է 10 միավոր։ Եվ այսպես, առաջին փուլի ավարտից հետո մեր հեռուստաբանակը մեզ ցույց է տալիս, որ առաջին տեղում է կարմիր հատվածից Միքայել Միքայելյանը 21 միավոր։ Երկրորդ տեղում է Մերի Բադալյանը, նույնպես կարմիր հատվածից 20 միավոր, եւ երրորդ տեղում է Ամալիա Մանուսաջյանը 19 միավոր, նարնջագույն հատվածից։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ մասնակցության համար, շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին ձեզ այսքան լավ նախապատրաստելու համար, իսկ առաջին 3 տեղերը գրաված մասնակիցներին հրավիրում եմ պատվանդանների մոտ։ Համեցեք խնդրեմ։ Ես նորից նշեմ, որ այս տարի բոլորս գիտենք, որ մեր սիրելի մայրաքաղաքը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակված, ուստի եւ այս խաղը նվիրված է այդ առիթին, այդ տոնին, եւ այսօր մենք արդեն այս փուլում, երկրորդ փուլում ունենք 3 գնահատող փորձագետ, որոնցից երրորդը ներկայացնում է հենց Երևանի քաղաքապետարանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը։ Ողջունում ենք։ Մեկ անգամ եւս ներկայացնեմ, որ այսօրվա մեր բոլոր հարցերը վերաբերում են Աննա Պետրոսյանի գրված Մինուա է անունը նրա գրքին եւ երկրորդ փուլում կներկայացնենք այս գրքի կերպարներին։ Խալդյան զորությամբ Մենուա Իշպույնորդին ասում է. Ես կառուցեցի այս ջրանցքը Մանեզայայից մինչև Տուշպա եւ անցկացրի այն լեռների լանջերին փորված ու տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացրած հունով բարձրացրի ձորերի հատակները մինչև Վիհերի եզրը։ Ես կռիվ տվեցի Սրբազան լեռան հետ, որ ճեղքեմ նրա գրանիթե կուրծքն ու ժողովրդի կենաց ծառին հասցնեմ կենաց ջուրը։ Եվ այս ջրանցքը պիտի ապրեր բյուրավոր տարիներ ու պիտի կյանք տար պապակ դաշտերին։ Այսպես էին կամեցել աստվածները։
Նշենք, որ այս փուլից առաջ մեր մրցակիցների միավորները հավասարվում են եւ մենք սկսում ենք նոր խաղ։ 5-րդ շարքում գտնվող կերպար բառի յուրաքանչյուր տառի տակ թաքնված է մեր գրքից մեկ հերոսի անուն։ Հիմա դուք կընտրեք տառը եւ որ հերոսը որ ձեզ կընկնի, այն հերոսին էլ կներկայացնեք։ Հետո կպատասխանեք իմ երկու հարցերին։ Բարի, Միքայել, գրքի հերոսներից որ հերոսն է քեզ ամենաշատը դուր եկել։ Մինու արքան։ Դե լավ, տեսնենք թե բախտը քեզ հետ ինչ խաղ է խաղում հիմա եւ ընտրի տառը։ Ես ընտրում եմ կենտառ։ Կենտառը խնդրեմ։ Իշվույնի Սարդուրորդի։ Խնդրեմ։ Մեծ արքա կառավարել է Քրիստոսից առաջ 825-ից 810 թվականներին, նա առաջինը հայկյան արքաների մեջ իր ազգի սրբազան լեզվով սեպագրերն իր աշխարհին տվեց, քաշ թագավոր լինելուց բացի եւ կառուցող կոչվեց նաեւ իմաստուն, նա գիտեր պարտված երկրների հետ վարվելու ձևը, նա գտնում էր, որ տիրակալը նա է, ով զսպում է դաժանությունը եւ ինքն էլ հանդիսանում էր նման տիրակալ, կատարել է բազմաթիվ գործեր։ Լավ, հիմա տեսնենք թե ինչպիսի գործեր։ Առաջին հարց. երբ Մենու արքան մտովի զրուցում էր հոր Իշպույնի Սարդուրորդու հետ, հայր արքան որդուն մեղադրում էր նրա նվաճած երկրների հետ երիտասարդ տարիներին անխոհեմ վարվելու համար։ Ըստ նրա խորհուրդների, ինչպես պետք է վարվել հզոր պետությունների հետ եւ ինչպես պետք է վարվել փոքրերի հետ։ Ինչու։ Երբ փոքրերին կարելի է հնազանդեցնել միայն այն դեպքում, երբ հզոր թագավորությունը չի պարտանում էր մեծությամբ եւ հզորությամբ, քանի որ գոռոզությունը կհեռացնի նրանցից փոքր թագավորություններին, նա գտնում էր, որ Տերը նա է, ով զսպում է դաժանությունը եւ չի թողնում, որ քաղցը մաշի ժողովրդին, եթե նա մերկացրել է զենքը իր հարևաններին սարսափի մեջ պահելու համար, նա չի կարող պաշտպանել ամենամեծ միասնության գաղափարը, իսկ Իշպույնին միասնության չաթագով էր եւ նա գտնում էր, որ հենց ուժը միասնության մեջ է։ Հզոր երկրներից կներկայացնես Մենուայի հակառակորդ։ Մենուայի հակառակորդը Ասորեստանը։ Հզոր երկիր էր Ասորեստանը, ճիշտ է։ Հիմա նա խորհուրդ էր տալիս ինչպես վարվել հզորների հետ։ Խոհեմաբար։ Խոհեմաբար։ Բնականաբար, նա էլ էր խոհեմաբար, փոքրերի հետ էլ էր ասում խոհեմաբար։ Վերջ, Միքայել, լսենք մեր պատասխանը։ Նա խորհուրդ էր տալիս հզոր պետությունների հետ վարվել ինչպես հավասարի, ակննդական սկզբունքով, իսկ փոքրերին հնազանդեցնել առանց գոռոզության, որովհետև հզորի գոռոզությունը նվաստացնում ու հեռացնում է փոքրերին։ Եվ երկրորդ հարցը։ Իմաստուն աշխարհակալ լինելու մասին Իշպույնի Սարդուրորդին Մենուային ինչ խրատներ էր տվել, ներկայացրեք երկուսը։ Այ հիմա աշխարհակալ լինելու մասին։ Իշպույնին նրան ասում էր, եթե ուզում ես իմաստուն տիրակալ լինել, քո զենքի տակ եղած բոլոր ցեղերի աստվածներին պաշտիր եւ իրենց տան օրենքներով կառավարիր, եթե ուզում ես հզոր լինել, ճանապարհը դեպի երկինք ավելի երկար է, իսկ դեպի մարդն ավելի երկար է, հզոր լինելու համար պետք է նա փնտրի եւ գտնի երկինք տանելու ճանապարհից առաջ մարդը տանող ճանապարհը։ Միքայել, նրան բնորոշելիս առաջին հատկությունը ո՞րը կհամարեիր։ Իմաստությունը։ Լսենք մեր պատասխանը։ Առաջին. ժողովրդին ուժով հնազանդեցնողը տիրակալ չէ, այլ դահիճ։ Եթե տիրակալն օգուտ է քաղում ժողովրդի թշվառությունից ու դժբախտությունից, ապա նրա խիղճն ու հանգիստն աղղեկ նավակի նման միշտ տարուբերվում են մարդկային խռովության ծովում։ Երկրորդ, ճանապարհը դեպի հավերժություն երկար է, իսկ դեպի մարդը ավելի երկար։ Եթե ուզում ես սիրված արքա լինել, երկնքի ճանապարհից առաջ փնտրիր եւ գտիր դեպի մարդը տանող ճանապարհը։ Երրորդ, եթե ուզում ես իմաստուն տիրակալ լինել, քո զենքի տակ եղած բոլոր ցեղերի աստվածներին պաշտիր եւ նրանց տան օրենքներով կառավարիր նրանց։ Մինչ ես ձայնը կտամ փորձագետներին, նշեմ, որ այս փուլում ես նույնպես կարող եմ մեր մասնակցին տալ 3 միավոր, 1-ից 3 միավոր, ոչ թե փորձագետների տված միավորներից հանել կամ գումարել, այլ ես ինքս կարող եմ տալ կամ չտալ։ Խնդրեմ, սիրելի փորձագետներ։ Միքայելը խոսում էր բավական խելացի, դատելով, հավատալով ինքը իր խոսքին եւ հիշեց ոչինչ որ ձեր օգնությամբ կարողացավ ճիշտ պատասխանել, ես կարծում եմ Միքայելին կարելի է 10 միավոր տալ։
Խնդրեմ, Տիկին Մնացականյան։ Միքայելը հզոր պետությունների հետ վարվելակերպի մասին ոնց որ թե չնշեց եւ կարծում եմ այդ թերությունը հաշվի առնելով Միքայելին կարելի է գնահատել 9 միավոր։ Խնդրեմ, պարոն Սողոմոնյան։ Միքայելը բավականին լավ ներկայացրեց Իշպույնի կերպարը։ Միքայելի պատասխանից ես նաև հայրենասիրություն եմ զգում եւ բնականաբար 10 միավոր։ Իսկ հիմա նաև իմ գնահատականը։ Ես կարծում եմ, որ այո, Միքայելի մոտ վերլուծական միտքը բավականին լավ էր, իհարկե պատասխանը նաև ճիշտ էր, բայց մի քանի տեղ շփոթվեց Միքայելը եւ չկարողացավ փայլուն սահուն կերպով ներկայացնել իր խոսքը։ Ես կարող էի ավելացնել մինչև 3 միավոր, բայց ես ընդամենը արդեն համարելով, որ բավականին բարձր գնահատվեց Միքայելը, ավելացնում եմ ընդամենը 1 միավոր։ Եվ այսպես արդյունքում Միքայելը վաստակում է 30 միավոր։ Մերի։ Ես ընտրում եմ եջ տառը։ Եջ տառը խնդրեմ։ Շարից թագուհի։ Թագուհուն թագուհին է բաժին հասնում, հա։ Խնդրեմ Մերի։ Շարից թագուհին Արարատ երկրի թագուհին էր։ Նա սիրում էր իր ամուսնուն, իր զավակներին եւ նա նաեւ համարձակ թագուհի էր։ Գնահատում էր բարոյական 6 հատկանիշները, իր հատկապես հպարտությունը, ինքնասիրությունը եւ արժանապատվությունը եւ չեր հանդուրժի, որպեսի որևէ մեկը նույնիսկ արքան գետին հավասարեցնի այն բարոյական հատկանիշները, որ նա շատ բարձր է գնահատում։ Շատ բարի։ Մերի, հիմա լսում ես հարցը։ Շարից թագուհու հոգում մշտապես երկբություն ու պայքար կար։ Ինչն էր այդ երկբության պատճառը, նրա մեջ ով էր հաղթում եւ ինչու մշտապես։ Նրա մեջ խոսում էր եւ կնոջ բնազդը եւ թագուհու բնազդը, որպես նա երբ Մենուա թագավորը բարդված մանա երկրից բերում է արքայադստերը, Շարից թագուհին չի դիմավորում իր ամուսնուն, քանի որ գիտեր, որ ամուսինը մանա երկրի արքայադստերը իրենից վեր է դասում։ Շարից թագուհին նաեւ թագուհի էր։ Սիրված կամ չսիրված, միևնույն է նա թագուհի էր։ Եթե թագուհին սիրված է արքայի կողմից, ապա դա լավ է, սակայն եթե սիրված չէ, ապա միևնույն է նա թագուհի է, եւ թագուհին չպետք է հասարակ կնոջ նման ի ցույց դնի լքված լինելու իր վիշտը, եւ պետք է կարողանա իր վիրավորանքը ներս թողնել, քանի որ նա թագուհի էր, նա պետք է օրինակ ծառայեր բոլորի համար։ Ի վերջո նա երկրի առաջին տիկինն է։ Այ, առաջին տիկինն։ Շատ լավ, լսենք մեր պատասխանը։ Շարիսի մեջ պայքարում էին կինն ու թագուհին, որովհետև Մինուան կռվից վերադառնալիս իր հետ բերել էր մանա երկրի արքայադստերը, որին բոլորից ավելի էր սիրում։ Թագուհին սիրում էր արքային, նրա մեջ կինն ավելի ուժեղ էր, քան թագուհին։ Նա կգերադասեր սիրված հարճ լինել, քան անտեսված թագուհի։ Մերի, հիմա լսում ես երկրորդ հարցը։ Խելագարված Շարից թագուհուն պահում էին պալատի գաղտնի սենյակներում, բայց նա իմանալով, որ արքայի մեծ երազանքի իրագործման համար աստվածները մարդկային զոհ են պահանջում, փախչում է եւ հասնելով կառուցող վարպետներին իրեն կամովին զոհում է կառույցին։ Արքայի այն հարցին, թե թագուհուն այդ ամենն ով վերացել եւ ով էր օգնել պաշտպանող պալատից փախչել, նա ինչ է պատասխանում։ Նա պատասխանում է, որ դա քո սերն է օգնել ինձ, քո սերը, որը սիրում էր ինձ եւ երբ ես քնած էի լինում, նա գալիս էր քնեցնում էր պահապաններին եւ գալիս կանգնեցնում էր կողքից եւ նայում էր ինձ եւ հենց այդ սերը, արքայի սերը դրթեց, որպեսզի նա կարողանա իր զոհը արքայի սիրո փոխարեն արքայի հավերժ հիշվելու համար նա իրեն զոհաբերեց հանուն արքայի մեծագործության, որը մեծագործություն չէր, դա մեծագործություն էր, դա ազգի ծնունդ էր, դա ազգի վերածնունդն էր։ Թագուհին իր այդ արարքով պատժեց արքային, թե ընդհակառակը մեծարեց։ Արքային, թագուհին, երբ որ իրեն զոհ բերեց։ Պատժեց արքային։ Պատժեց։ Լսենք մեր պատասխանը։ Թագուհին պատասխանում է. «Արքա, քո սերը, որին դու չէիր ճանաչում, նա մի օր պատմեց, որ կառուցվում է հզոր մի ջրանցք, որի պատնեշը քանդվում ու ավերվում է առանց պատճառի։ Սերը մարդուն դարձնում է հրաշագործ եւ անհնարը հնարավոր։ Թագուհին այդ արարքով արքայից ստիպեց հավերժ կարոտել իրեն»։ Խնդրեմ, Տիկին Մելքոյան, մեր մետին գնահատեք։
Մերին բավական հանգամանալից վերլուծեց կերպարը, բայց խոսքում մերի կային կրկնություններ եւ մեջբերվող խոսքի ոչ ճիշտ օգտագործում, որի համար ես մերին գնահատում եմ 9 միավոր։ Մերին բավական գեղեցիկ ներկայացրեց Շարիս Թագուհու հոգեբանությունը եւ իբրև կնոջ եւ իբրև Թագուհու։ Ճիշտ ասած, ես միայն վերջում զարմացա, որ նա դա համարեց պատիժ, որովհետեւ ինքը ներկայացրեց, որ Շարիսի սերը անսահման էր։ Բոլոր դեպքերում դա ինքնուրույն մտածողություն է, ես չեմ կարող ասել դա ճիշտ է կամ սխալ, գնահատում եմ 10 միավոր։ Իհարկե մերին միանշանակ բարձր գնահատականի արժանի եւ իմ մասով գնահատում եմ մերի պատասխանը 10 միավոր։ Դարձյալ 10 միավոր եւ հիմա հերթը իմն է։ Եվս 1 միավոր մերին։ Եվ շարունակում ենք խաղը, մերին վաստակում է դարձյալ 30 միավոր եւ վերջին մասնակիցը Ամալիա Մանուսաջյան։ Ամալիա։ Ես ընտրում եմ այբ տառը։ Տեսնենք թե հիմա այբի տակ որ կերպարն է։ Մինուա արքա։ Մինուա արքան ամենասիրած կերպարն էր քո այս։ Այո։ Պատմության մեջ, այո։ Իսկ կար չսիրված կերպար։ Շարիս Թագուհին։ Այսինքն վախտը ժպտաց քեզ, որ Շարիսը չընկավ։ Այո։ Շատ լավ։ Ներկայացրու Մինուային։ Մինուա արքան հայ ժողովրդի զորագույն արքաներից մեկն էր, Արամյան տոհմի իսկական ժառանգ, իշխել է Քրիստոսից առաջ 810-ից 786 թվականներին։ Բնավորության գծերից կարող եմ ասել, որ նա քաջ էր, եռանդուն, աշխույժ, ուշիմ եւ կարողանում էր զսպել իր զայրույթը, չէր վերածում մի սովորական իշխանիկի, չէր իջնում իր արքայական բարձունքից։ Իսկ ֆիզիկական տվյալներից նա շատ ուժեղ էր, գեղեցիկ, հաղթահասակ, աղեղների նման պիրկ մկաններով։ Նաև կարևոր է նշել, որ նա մի կերպար էր, ով ուներ հզոր ցանկություն, մեծ երկաթակուր կամք եւ արարման ոգի, որոնք նրան ուղեկցեցին ամբողջ կյանքում, դրդելով նրան մեծագործել եւ նրա մեծագործության արդյունքները 2800 տարի անց, մինչեւ մեր օրերը, դեռ մեզ իր Մենուայի ժողովրդին օգուտ են տալիս։ Ցավոք ոչ Մենուայի ժողովրդին։ Հիմա հարցը։ Մինուայի մեջ միշտ պայքարում էին մարդն ու արքան։ Ով էր միշտ հաղթում եւ ինչպես, բերեք օրինակներ։ Երիտասարդ հասակում նա շատ քաջ էր, բայց ոչ իմաստուն, եւ երիտասարդական անզուսպ կրքից դրդված պարտվող պետությունները մեծ ավերածություններ էր գործում, այստեղ իր մեջ հաղթում էր մարդը, սակայն հասուն տարիքում, երիտասարդ մարդը, որի արյունը եռում էր, իսկ հասուն տարիքում նրա մեջ արդեն հաղթում էր արքան, նա մի անգամ ցանկանում էր իր եղբորը Սարդուրին պատմել իր ներքին հուզմունքների, իր խնդիրների մասին, Շարիս Թագուհու զոհաբերության, իր արքայադստեր աղջկա ոչ, երբ հոխորտում է հոր դիմաց մեծագործելու ցանկության անանունի լուսե աչքերի մասին ցանկանում էր պատմել, բայց հանկարծ կարծես ինչ-որ մի ձեռք բռնում է նրա կոկորդը եւ արքան չի կարողանում խոսել, ինքն իրեն մտածելով դու արքա ես, թե անօգնական մի կին, որ չկարողանալով իր խնդիրները լուծել, դա ուրիշներին է պատմում, որպեսզի ուրիշները լուծում գտնեն։ Լսենք մեր պատասխանը։ Մի անգամ, երբ արքան զայրացած էր, նրան փորձում է մխիթարել եղբայրը, Սարդուր Քրմապետը։ Մինուան խիստ կարիք ուներ խոսելու իրեն տանջող երազների ու վշտերի մասին, բայց իր մեջ եղած արքան թույլ չի տալիս։ Արքա ես դու, թե թույլ ու անկարող մի կին, ասում էր նրա ներքին ձայնը։ Մի ուրիշ անգամ տեսնելով ոտքերի մոտ կուչ եկած հոգնած ու տանջված անանուն կառուցողին, արքան հուզվում է, բայց վախենում է խոսել, զգալով, որ չի կարողանալու արդյունքները պահել։ Նա արքա էր, չէր կարող նման թուլություն հանդես բերել։ Եվ երկրորդ հարցը։ Այս պատմության ամբողջ ընթացքում Սրբազան Լեռն ու Մինուա արքան պայքարի մեջ էին։ Դեռ 12 տարեկան անփորձ արքայազնին Սրբազան Լեռն ուզում էր իր օծ դստեր միջոցով սպանել։ Ինչու։ Լեռը իմաստուն էր եւ գիտակցում էր, որ Մենուան հիմա մանուկ է, բայց երբ այրմարդ դառնա, պետք է ծակի նրա կողերը, այնտեղից պետք է խլի իր մեծ սիրուն, ծովինար նար ջրերի աստվածուհուն։ Ու լեռը փորձում է կանխել արքայի մեծագործությունները, որոնք նրան պետք է ցավ պատճառեին եւ ջրանց պետք է փաթաթեին իր վզին։ Սակայն այդ ժամանակ մեջ նրա պլանները խափանում է որսորդ Մանազը եւ Փարք Մանազին, որ փրկում է Մենուայի կյանքը։ Լսենք մեր պատասխանը։
Սրբազան լեռը գիտեր, որ մի օր Մինուան պիտի ճեղքեր իր կուրծքը եւ այնտեղից հաներ նրա հոգու խայտանքը, ջրի կենարար հոսքը։ Դրա համար էլ օձ դստերի միջոցով փորձում էր կանխել դա։ Շնորհակալություն։ Խնդրեմ, Տիկին Մելքոնյան։ Ամալյան բավական հանգամանալից վերլուծեց Մենուայի կերպարը, բայց խոսքում կային սխալներ, որի համար Ամալյան եւս վաստակում է 9 միավոր։ Տիկին Մնացականյան, խնդրեմ։ Ամալիայի պատասխանը ըստիս հրաշալի էր։ Ես առանց երկմտելու գնահատում եմ 10 միավոր։ Այս պահին ինձ թույլ տվեք ոչ թե պարոն Սողոմոնյան ասելու Մենուա։ Ամալիայի պատասխանը իսկապես հիանալի պատասխան էր։ Ես մի քիչ անկեղծանամ։ 3 պատանիների մեջ իմ ամբողջ այս մշտադիտարկման մոնիտորինգի արդյունքում որպես պատմաբան 3 պատանիներից ես պատմաբանի այսպես հմտությունները ավելի շատ գնահատել եմ Միքայելի մոտ։ Բայց այս պահի դրությամբ Ամալիայի պատասխանը իսկապես հրաշալի էր եւ Ամալիայի մեջ նույնպես այն ոգին զգացվում էր իր պատասխանի մեջ, հայրենասեր աղջկա աղջնակի ոգին զգացվում էր եւ որպես ազատ փորձագետ, անկախ փորձագետ Ամալիային ես նույնպես գնահատում եմ 10 միավոր։ Ամալիայի պատասխանը փայլուն էր, թեև կային տեսական այդ փոքրիկ թերությունները, բայց Ամալիան փայլեց ռետորությունից, եթե դուք նկատեցիք, եւ ելույթական միտքներ փայլում Ամալիայի, ուստի ես Ամալիային տալիս եմ 2 միավոր։ Այսպիսով մեր հեռուստավահանակը մեզ ցույց է տալիս այսօրվա արդյունքները, որով 31 միավորով արժևում է Ամալիա Մանուսաջյանը 8-րդ համար, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Միքայել Միքայելյանը եւ Մերի Բադալյանը։ Ավարտվեց Սրբազան լեռան անանուն կառուցողի, Արծիվե նժույգի եւ Մենուա արքայի հիշողության պատմությունը։ Հենց Սրբազան ակունքների մոտ կանգնեցվեց քարակոթող, որի վրա սեպագրվեց. Հայկյան զորությամբ Մենուա Իշպուին ճեղքեց Սրբազան լեռան կուրծքը եւ այս ջրանցքը կառուցեց։ Մենուայի ջրանցք է անունը, սակայն ժամանակը, թե աստվածները, գուցեև Սրբազան լեռան ոգին վրեժխնդիր եղան Մենուա արքայից։ Մի քանի 100 տարի հետո քարակոթողները թաղվեցին հողի մեջ եւ մոռացվեց նրա անունը, ու ջրանցքի անունը չգիտես ինչու Շամիրամի անունով կոչվեց։ Սակայն քարակոթողները հանվել են հողի տակից եւ բազում մարդիկ կարդացել են ու վկայել։ Մենուա է անունը նրա։ Եվ այսպես Մինուա էր անունը նրա, առաջնորդ, հայրենասեր, մեծ արքա Ուրարտու երկրի։ Մենք կուզեինք, շատ կուզեինք, որ մեր բոլոր պատանիները նմանվեին նրան։ Եվ ինչքան հնարավոր է հայոց լեռնաշխարհում կառույցները ավելանային, տաճարները, ջրանցները եւ էլի շատ կառույցներ, բայց ամենակարևորը նրանք լինեին առաջնորդ, որոնց կարիքը մենք շատ ու շատ ունենք։ Հիմա քանի որ մենք չունենք երկրորդ, երրորդ տեղ գրավածներ, այլ ունենք 2 երկրորդ տեղ գրաված պատանիներ, նրանց հավասարապես մեր նվերները խնդրեմ։ Նվիրեք, նվերները գրքերի տեսքով են, 3 օրյա արշավի տեսքով են, որոնք նրանք ամռանը կստանան։ Իսկ մեր հաղթողին, սիրելի Ամալիային, մենք նվիրում ենք նույնպես գրքեր, ինչպես նաև այս iPad-ը, շնորհավորում ենք Հայաստան պարբերականի երկրորդ համարը։ Ես կուզեի մեր մեծ շնորհակալությունը հայտնել Աննա Պետրոսյանին, որը ցավոք չկարողացավ այսօր ներկա գտնվել նրա հրաշալի գրքերի համար, որ իր կողմից նաև այս գրքերն է ձեզ նվիրում։ Մի քիչ տխուր են գրքերը, բայց կարծում եմ հայնասրել լինելու համար նաև պետք է մի քիչ տխրել։ Եվ իհարկե Ամալիայի գրականության եւ պատմության ուսուցիչներին երրորդյա հանգստի ուղեգրեր Դիլիջան քաղաքում դարձյալ շնորհավորում ենք։ Ամալիայի թիմին, Մետամորի համար 2 ավագ դպրոցի թիմի անդամներին
երրորդյա արշավ Հայաստանի որևէ պատմական վայր։ Եվ նորից հիշեցնենք, որ ներկան միայն կամուրջ անցյալի եւ ապագայի միջև, եւ որքան խելացի լինեն մեր պատանիները, այնքան ամուր կլինի այդ կամուրջը։ Ամեն ամիս մեկ անգամ մենք նորից ու նորից կամրացնենք այդ կամուրջը եւ վստահ քայլերով կքայլենք դեպի ապագա։ Այսօր այսքանը։ Կհանդիպենք ասպարեզում ելի մեկ ամսից։